Ծնվել եմ Բաղանիսում, մինչև մեր ապրում եմ Բաղանիսում, 52 տարեկան եմ, գյուղից չեմ բացակայել, ու սորտով միշտ էլ ասել եմ, ես էլ եմ ծառայել, այն կռիվների վաղը 16 տարեկան եմ ելել, մեծերի հետ մասնակցել եմ, պոստեր եմ բանում ամեն տեղերի։ 92-3 թվականներ եմ էլի, պոստի ենք գնում գալի, վաշտում էին գնում, պոստում էին գնում, հետո ուղարկեցին հոսպիտալից, հետո մի քանի օր բուժում բանային ետեկա, ծառայեցի, մեկ էլ 2009 թվին էլի գլուխ բարձրացրեց։ Հիմա էլ ես վիճակին եմ։ Յալիզը դե անվճար է, բան չի նորմալ է, բայց ընդհանուր բաներ կարելի ես։ Դե նախկին դեղագործը հիվանդանոցի դեղերը նորմալ չէր տալի։ Երբ գնում էի, ասում էր դեղը չկա, մի տարի դեղ չստացա ես։ Բա ինչ եք անում, առնում էի։ Առնում էի։ Վերահսկողություն չկա։ Նոյեմբերյանում ապտեկա չկա, որ տան նոյեմբերյանից ստանանք։ Մենք Իջևանից դեղը ստանանք գալի։ Առողջապահության նախարարությունից կպահանջեի, որ հիվանդներին ուշադրություն դարձնեն։ Օրինակ երիկամի անբավարարությունից հիվանդներ շատ կա նոյեմբերյանում, ամեն տեղ էլ կարելի։ Մահացածների, հիվանդների, որ գիտեն մահանալու է, այդ օրենք հանեն, որ այդ մարդկանց երիկամներից փոխպատվաստում անեն, մարդիկ ապրեն։ Ոչ թե այդ օրենքն էլ է սովետի ժամանակ, բայց 90-ական թվերին վերացել այդ օրենքը, հիմա էլ չեն հանել այդ օրենքը, որ էլի օգտագործեն էլի։ Հիվանդանոց գնում ես կոնսուլտացիայի համար 20,000 դրամ, այդ մարդը հնարավորություն չունի 20,000 դրամ 5 րոպեում տա ու դուրս գա, որ ինչ։ Ձեզնից էլ են ուզում։ Խի չեն ուզում, բան չեն։ Ես նպաստ եմ ստանում 30,000 դրամ, 20,000 եթե տվի, 10,000 ամեն եմ ստակին։ Այդ մի ամիս ոնց ելա գնամ։ Ընդհանրապես կոնսուլտացիայի համար 20,000։ Նման բաներին ուշադրություն դարձնեն, վերահսկողություն լի, որ ինչ է կատարվում։ Ես ոնց ապրել եմ, նենց էլ ապրում նույն ձևի, ոնց նախկինների ժամանակ նենց էլ եմ։ Հա, ծրագրով տներ են տվել, սարքեն մարդիկ, բայց էդ էլ է խալտուրով սախ։ Ինչ են արել։ Իրական ում որ հասնում է, հասցեատերը չի, այսքան սարքում, ինչքան հարուստները, ինչքան հասցեատեր չի, բայց սարքում է, ասում են երկիրը զարգացնում են, դրանով երկիր չի զարգանում։ Երկիրը զարգանում է 3 ռեխատերով, 2 ռեխատերով, որ տուն սարքեն տան տեղում սամանին ապրե մնա, այդ դրանով է երկիրը զարգանում, ոչ թե տուն ունեցող մարդուն մի հատ տուն են տալի նույնպես դաբավիշնի սարքման միջին փող ավտում։ Դա երկիր չի զարգանում դրանով։ Ես կարալ չեմ այդ անուններ տամ հատ, բայց իրանք էլ գիտեն էլի, որ ովքեր են սարքում։ Մարդ կա 3 հատ է սարքում, 4 հատ է սարքում, տարբեր անունների տակ։ Բայց իսկական հասցեատերը մի հատ է սարքում կամ էլ սկիչի էլ սարքում։ Ուզում ասեմ մեկին խոսքը շատ են տալի ֆինանսավորում, մեկին էլ ոչ մի բան չեն տալի։ Այդ է։ Գնում ես խանութներ, ամենքն իրանց գինը ունեն դրած, այդ ապարանքը, այս մեկը մի գնված աղամ են, մեկը մի գնված աղամ, կամ խի այդ գինը դրել։ Թանկ ամեն։ Թանկ է, բա ինչ է։ Նոյեմբերյանի ռայոնը ամենաթանկ ռայոնն է Հայաստանում։ Այսքան էլ խաղաղ չի, որ բզբզան մի բան կզարթնի էլի, առայժմ խաղաղ է, բայց չգիտենք վերջը ոնց կլի։ 3 տղա ունեմ, մեկը ծառայում է, այն մեկը էսա հունվարին բանակա գնալու, փոքրն էլ քոլեջ է գնում։ Առանց բանակի բան կլի։ Այն վաղ որ մի երեխա բանակ չգներ, ասեն նիգոդնյա, աղջիկ էլ չտեին դաժե։ Իսկ հիմի Հայաստանի 90% աշխատում է իր երեխին ազատ է, կամ ուրիշ երկրներ եմ գրանցում է, որ Հայաստանի քաղաքացի չծառայ է։ Գնալ է Երևանի դպրոցները հարցրու տղա երեխեքին, ասա, ով Հայաստանի գրանցում ունի։ Մեծամասամբ չունեն, սաղ դրսերում են գրանցված։ Իսկ ձեր տղաների ապագան Բաղանիսի հետ եք կապում, կամ իրենք ինչպես են։ Չէ, Բաղանիսի հետ դժվար կապեմ, բայց դե իրանք կարան դուրս կգան, չեն կարա կմնան դե։ Մնան ինչ անեն, ոչ աշխատանք կա, ոչ մի բան չկա, Բաղանիսում ոչ մի բան չկա անելու։ Այս հողն է, հողը ոչ մի բան չի տալի, 2 պամիդոր ենք, առանց դեղի ուտամ, այդ սեզոնը մի քանի ամիս, 2 կարտոշկա, դրանով ինչ ապրես։
Շատ խնդիրնի կա, որ մեկն ասեմ։ Ես ասիմ հետ գա Փաշինյանը, ես Գյուղում չեմ ելել, որ եկել այն ժամանակ մեծ երեխեզ որ ծառայում էր Պրիսյագի էր գնացել էի Պրիսյագի։ Չկարես հատենում մոդիկից որ այդ հարցերը ասեմ իրան։ Ինչա կատարվում։ Անգրագետները շատ են վախտում են դպրոցները։ Այդ վերահսկողություն չկա լատուն ով է դասատու աշխատում։ Ամեկին էլ դասատու են 400,000 դրամ ասма ատեստացիան անցնում է, հիմա այլ փողով են անում ատեստացիան։ Փողը տալիս են ատեստացիան անցկենամ, հաշվարկում են որ մի քանի ամսում այդ փողը կհանեն։ Չեմ կարող անուն տամ։ Իրանք թող ստուգեն էլի, ես խու փռնեցի չեմ որ ասեմ, այս մարդն այն մարդն է։ Թող իրանք ստուգեն տնով ով տալի ով անցկենամ, գլուխը դարդակա թե իրական դասատու է։ Ինչքան դարդակա դպրոցները են, հիվանդանոցները են, մանկապարտեզը են, անուբն չգիտեն։ Իմ կնիկը երկու կարմիր դիպլոմ ունի, տանուն ստացա 20 տարի եկել է Բաղանից, Կիրովականից։ Քանի ասի չտեղավորեցին, պարտեզն բանում միտեղ աշխատե։ Ավարտել է տեխնիկում դպրոց կարմիրով, բայց որ գնաս հետաքրքրվես ամենտեղ կա առանց դիպլոմի աշխատում են։ Բայց իրան չասին դիպլոմա պետք է։ Այս ոնց է լավ իրան դիպլոմեր պետք է նանց մանկավարժին, չէ։ Ագան միած ստուգենտն ով որտե աշխատում, ոնց աշխատում։ Երկու իշի գարիտաս չի կարա համբարը, այդ գեղավարի ասած, չի կարա հաշվե, բայց աշխատում է։ Ավելացնելով որ վերահսկողությունը մեծացնեն, անգրագետներին հանեն աշխատանքից, մարդկանց տեղավորեն աշխատանքի նորմալ գրագետ մարդկանց։ Մեր երկիր դառնաց, չէ, ինչքան թալանչ ու անգրագետ կա աշխատում է։ Հիասթափված եմ շատ անչափ։ Ինչքան նախկին ու ներկա կա խառնվել են իրար մի այլ կարգի տաշում են երկիրը։